Բարի օր սիրելի հետևորդներ, այսօր կանդրադառնանք ծառերի էտին եւ այս պահին իմ առաջ դեղցի ծառն է եւ փորձենք էտել այս ծառը, թեպետ կարծեմ աշնանը եւ վաղգարնանը մի փոքր, ասենք, ծայրերը թարմացրել էինք։ Ինչու կորիզավորների, որովհետև մեր տարածքը բավականին բարձր է 1540 մետր եւ նոր են սկսել իրենց բողբոջների ուռչելը եւ ընդհանրապես երևի մի 10-15 օրից ամենաուշը ամբողջ ծառը կլինի ծաղկած։ Ընդհանրապես լավ կլինի մինչեւ բողբոջների ուռչելը կատարել էտը, բայց երբեմն եթե ինչ-ինչ պատճառով ձգձգվում է, ամեն դեպքում շատ անհանգստանալ պետք չի։ Հեռացրեք այն ճյուղերը, որոնք խանգարում են ձեզ։ Հիմա ներկայացնենք ծառերի ընդհանրապես ոչ միայն կորիզավորների, այսինքն դեղց, ծիրան, սալոր, այլև նաև հնդավորների, խնձոր տանձ ծառերի էտի հիմնական սկզբունքները։ Ընդհանրապես մեր հանրապետությունում գրեթե բոլոր տարածքներում ակնհայտ է քամու էրոզիան, այսինքն ունենք բավականին քամոտ տարածքներ եւ երբեմն չունենք այդ դաշտապաշտպան շերտերը, անկախ նրանից, որ կան էտի տարբեր տեսակներ, էտ ուղեկցողով, հարկերով էտ, մեր մոտ հատկապես կարևոր է բաժակաձև էտը։ Հիմա տեսեք, այս ծառը մի փոքրիկ թերություն ունի, այսպես կոչված, իրեն բարձրությունը մոտ 60 սանտիմետր է։ Շատ լավ կլինի, որ դուք հիմնականում պահեք 45-50 սանտիմետր բները, ամեն դեպքում այդքան էլ շատ չի ազդում բերքատվության վրա, բայց երբ որ ծառի ձևավորումը սկսում ենք 40-50 աշճանից, այդ դեպքում բունը ավելի ցածր է լինում եւ հյութաշարժությունը, այսինքն սնունդը ավելի արագ է հոսում դեպի մնացած ճյուղերը։ Շատ կարևոր է, որ ծառի վրա մենք այսպես ունենանք բաժակ, ունենանք 3-ից 4 հիմնական ճյուղեր, այնպես որ մեկը մյուսին չստվերացնի։ Պատկերացեք հյուսիս, հարավ, արևելք եւ արևմուտք։ Կոնկրետ այս դեպքում ծառերի դասավորությունը այսպես է։ Երբեմն, եթե հնարավոր չէ, կարող եք պարզապես թողնել ընդամենը 3 ճյուղ։ Ինչ ենք անում։ Նախ ասեմ, որ կողքային ճյուղերը սովորաբար պետք է լինի մոտ 3 անգամ փոքր հիմնական բնից։ Այստեղ նայում ենք, որ այստեղ 4 ճյուղ է եւ այստեղ 2-ը մրցակցող ճյուղեր են, եթե նայում եք, տեսեք, մրցակցող ճյուղեր են, հետեւաբար մենք կարող ենք թողել 3 ճյուղ եւ այս մի ճյուղը ուղղակի հեռացնել։ Մենք ունենք 3 հիմնական ճյուղ, տեսեք, 1, 2, 3։ Հիմա նայենք ինչպես ենք կտրում այս ճյուղերը։ Տեսեք, այս ծառը մեծ չէ, սակայն բավականին շատ ծաղկաբողբոջներ կան իրան վրա։ Միևնույն է, եթե մենք չետենք, այս ծառը ի վիճակի չէ այսքան շատ բերք ապահովել։ Ամեն դեպքում մենք պետք է կարող ենք նաև ճյուղերի որոշ մասը թեթևացնել, որպեսզի պտուղները լինեն ավելի խոշոր եւ ավելի որակյալ։ Ահա, տեսեք, օրինակ, նայեք այստեղ ինձ թվում է կարող ենք այս հեռացնել նաև այս։ Տեսեք, այս մի ճյուղից միանգամից 4-5 ճյուղ է, որոնք իրար հետ մրցակցող ճյուղեր են եւ իրենք հաստատ կազդեն բերքատվության վրա։ Ահա։ Տեսեք, երբեմն այս նիզակների ծայրերին, տեսեք, սրանք կոչվում են նիզակներ, որոնց ծայրերին գտնվում են հիմնական պտուղները։ Սակայն այս դեպքում սրանք կարող ենք թողել, որովհետև իրենք կարճ են, իսկ այս դեպքում, եթե իրանք երկար են, մոտ թողում ենք այ 3-ից մինչև 5 ծաղկաբողբոջ։ Տեսեք, այս սրանք բերքատու շվեր է։ Օրինակ, տեսեք, այս երկուսը բավականին լավ ճյուղեր են, սակայն այս մեկը մենք պետք է հեռացնենք։ Ինչի համար։ Այս երկուսի մեջ ընտրություն պիտի կատարենք, ժամանակին ինքը ոչ ճիշտ էտ է եղել, քանի որ այս մեկը կգտնվի ստվերում, երբ որ իրեն ճյուղերը հեռացնենք։ Քանի որ մենք ծառերը նաև զուգահեռ փորձում ենք ցածրացնել, այս մի ճյուղը մենք պետք է հեռացնենք։ Տեսեք, ամբողջությամբ բացվեց, իհարկե սա մի փոքր թեքություն պետք է տայինք, ինչի համար թեքություն։ Որպեսզի, ասենք, երբ որ անձրևները գան, ապա նա հոսի ներքև եւ ոչ թե մնա այս վերքի վրա։ Մի քիչ թեք լինի, աշխատեք կտրվածքները մի քիչ թեք լինի, հետագայում կարող եք այս ճյուղերի վրա
պարզապես այգեգործական յուղ, մոխիր, սովորական մոխիր թաթախել, որպեսզի վնասատուները չհայտնվեն։ Հիմա ինձ թվում է բոլոր ճյուղերը նայում ենք նաև դիզայնին։ Այս ճյուղը երևի կարճացնենք, արդեն մկրատով եկեք անեմ սա։ Այս տարի կարճացնենք, հաջորդ տարի երբ որ կտեսնենք այս ճյուղերից մեկը ավելի լավ է, կփոքրացնենք եւ մնաց այս մեկը սխոցնել այն չի։ Այս մեկը հեղացնենք, այս մեկը հեղացնենք։ Ես նայում եմ երևի հեղացնենք նաև այս ճյուղը եւ ինչու՞ չէ նաև այս մեկը։ Всё, այսքանը բավական է։ Այս փոքր ծառի վրա դեռևս բավականին բերք տա, հաջորդ տարի եթե այս կողմում կունենանք նոր ճյուղեր, այստեղ եւս կավելացնենք եւ կարծում եմ արդեն նորմալ է եւ այս պտուղները բավականին կլինեն առողջ եւ որակյալ։ Ինչու այսքան նոսրացրինք, դուք տեսեք, ընդամենը ամռանը, երբ որ գաք, այս ամբողջը կլցվեն տերևներով, այն ժամանակ մենք արդեն կկատարենք կանաճետ։ Մեջտեղից նորից կսկսենք հեռացնել կանաճետը, ինչն է կարևոր, որպեսզի քամին շատ լավ, ասենք, միջանցիկ քամին անցնի ճյուղերի արանքում եւ հիվանդությունների եւ վնասատուների ռիսկը լինի նվազագույնը։ Շնորհակալություն։